Ցանկացած քահանայի համար որևէ քահանա չի կարող լինի նիկոլական, սամվելական, ռոբական, լևոնական։ Բոլոր քահանաները պետք է լինեն հիսուսական եւ ուրիշ ոչի բան։ Եվ հետեւաբար բացի դրանից ուրիշ որևէ ձևակերպում, այո, ցանկացած բարեպաշտ քահանայի համար պետք է լինի վիրավորական։ Եթե դուք գնացեք կտրիչին հարցրեք, որ ինքը ռոբասերժասանվելական է, ու ինքը դրանից չի վիրավորվում, այդ իրա պրոբլեմ, այդ իրա եթե նույնիսկ նիկոլական էր, ես ասացի արդեն, որ բարեպաշտ հոգևորականը կարա լինի միայն հայաստանյա ծառայելական եկեղեցու, հոգևորականը կարա լինի միայն հիսուսական, ուրիշ ոչ մի բան, ոչ մեկական չի կարա լինի եւ հետո այո, ցանկացած հոգևորականի մեղադրել ինչ-որ մարդական լինելու մեջ, այո, այդտեղ կա պրոբլեմ։ Ինչ վերաբերում ես էլ նիկոլական եւ որևէ մարդական չեմ կարող լինել։ Ես կարող եմ լինել Հայաստանի Հանրապետությունական։ Իմ բոլոր որոշումները բխում են եւ բխել են Հայաստանի Հանրապետության շահերից։ Շվեյկը ասում է, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա եթե ես այդ թեմային տասնյակ անգամներ անդրադարձել եմ եւ այդ թեման երկու անգամ ընտրությունների մեջով անցել է։ Այդ անգամ երկու անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումները արտահայտել է եւ երկու անգամ ընտրություններով արտահայտվել եւ 5 տարի էլ իր ամենօրյա կյանքով արտահայտվել։ Ես մարդկանց ասել եմ եւ ասում եմ եւ այս հայտարարությունը այսօրվա ու անցյալի մասին չի, այդ հայտարարությունը մշտականի մասին է։ Որպես հեղափոխության իշխանության եկած մարդ ես ասում եմ, Հայաստանի ժողովուրդը միշտ էլ կարող է անել հեղափոխություն։ Միշտ։ Եվ ես եղել է, երբ որ ես ասել եմ Ղարաբաղի շարժումը մենք դադարեցնում ենք, ես չգիտեմ դուք այդ ասուլիսին ներկա եղել եք թե չէ, ես ասել եմ ժողովուրդ ջան, ես այս որոշումը կայացնում եմ եւ ես այս որոշումը իրականացնելու եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր կողմից ընտրված։ Եթե դուք գտնում եք, որ սա սխալ ճանապարհ է, խնդրում եմ կարող եք հեղափոխություն անել եւ ինձ հեռացնել